Ողջույն, բարի գալուստ նոր վլոգ։ Ես վերջապես նկարում եմ վլոգ, որի հեղինակը դուք եք։ Այսինքն ես ձեզ առաջարկել եմ, որպեսզի դուք իմ հոլովակներից մեկի մեկնաբանություններ բաժնում գրեք ձեր հարցերը, որոնք ուզում են ձեզ, եւ ես դրանց կպատասխանեմ։ Ինչ են ձեզ մոտ առաջացել հարցեր, որովհետեւ ես շատ երկար ժամանակով բացակայել եմ YouTube-ից եւ շատերը կարծում որ ես անհետացել եմ։ Եվ թե ինչ է անում այդ 1.5 տարվա ընթացքում, ձեզ համար դա հարցակալ է, դուք ցանկանում եք դա իմանալ, ինձ հաճելի է պատասխանել նմանատիպ հարցերին, այնպես որ չենք երկարացնում ու գնում ենք առաջ, պատասխանում եմ ձեր հարցերին։ Ուրեմն այստեղ բլից հարցեր են։ Աշխատում եք, դիմահարդարում անում եք, ինչ է փոխվել ձեր կյանքում այն օրվանից նախորդ բլոգը դադարեցնելուց հետո, երբ եք գնալու Հայաստան։ Ինչպես որոշեցիք բացել մյուս ալիքը հայտնի մարդկանց մասին։ Աշխատում եք, սկսենք առաջին հարցից։ Այո, ես աշխատում եմ որպես մատնահարդար, ես աշխատում եմ նաև YouTube-ում որպես ալիք վարող, այսինքն բլոգեր, YouTube բլոգեր։ Այո, դիմահարդարում անում եմ, հաճախում ենք տները կամ միջոցառման կազմակերպման վայրերը, որտեղ տեղի ունեն հարսանիքները, այնպես որ լավ աշխատում ենք։ Բացի դիմահարդարումը նաև վարսահարդարում եմ անում, այսինքն սանրվածքներ։ Ինչ է փոխվել ձեր կյանքում այն օրվանից, երբ փակեցի նախորդ բլոգը։ Ես իմ բլոգը չեմ փակել, ժողովուրդ ջան, ես իմ բլոգը պարզապես անուն եմ փոխել։ Այն ժամանակ Աննա Սաֆեր, ես ուղղակի փոխեցի անգլերեն տառերը, հայերեն գրեցի Անահիտ Սաֆարյան իմ անունազգանը եւ ես այդ ալիքում տեղադրված իմ բոլոր վիդեոները փակել եմ, վլոգները։ Թողել եմ միայն beauty թեմայով բլոգները, որոնք իսկապես մարդկանց պիտանի են, կարևոր են եւ որոնք որ դեռ մինչեւ հիմա դիտում են հավաքում։ Իմ կյանքը փոխվել է, շատ չի փոխվել իմ կյանքը, ժողովուրդ ջան, իմ կյանքը համարյա թե նույնն է մնացել։ Մենակ տղաներս են մանկապարտեզ գնում, մեր կյանքի գլոբալ փոփոխությունը միայն դա է։ Երբ եք գնալու Հայաստան, ես չգիտեմ դեռ երբ եմ գնալու Հայաստան։ Ինչպես որոշեցիք բացել մյուս ալիքը հայտնի մարդկանց մասին։ Հա, ես որոշել եմ, որ իմ ալիքը այլևս վլոգային չի լինի, նվիրված իմ կյանքին եւ beauty թեմաներին, այլ կլինի ուղղակի հայտնի մարդկանց մասին։ Ինչու։ Ես YouTube-ը ընդունում եմ որպես ինձ համար աշխատավայր։ Ես այստեղ եկել եմ աշխատելու։ Եթե ես ժամանակին YouTube-ով զբաղվում եմ, որովհետև ես շատ ազատ ժամանակ ունեի, ես ունեի հնարավորություն նստել, սարքել վիդեո մոնտաժ անել, ու դա ինձ նեղություն չէր տալիս։ Ես շեշտում ես ունեի բավականին ազատ ժամանակ։ Երբ որ հասկացա, որ իմ ազատ ժամանակ էլ չկա եւ ես YouTube-ին տրամադրում եմ այն ժամանակը, որը կարող եմ ծախսել ավելի պիտանի բաների վրա, ավելի եկամտաբեր բաների վրա, ես հասկացա, որ պետք է YouTube-ը փակեմ, որտեղ այն ալիքը ուղղակի արդեն մահանում էր։ Ոչ ոք չէր դիտում վլոգները ոչ մեկին հետաքրքիր չէր դիմահարդարում, ինձ հիմա հետաքրքիր չեն դիմահարդարման մասին վիդեոները կոսմետիկայի։ Այդ իսկ պատճառով որոշեցի, չէ, ժողովուրդ պետք է փակել ու պետք է մտածել, թե ինչ անել։ Մոտ 6 ամսվա ընթացքում իմ ալիքում թողարկվել է 2 վլոգ, ընդամենը 2 վլոգ։ Եվ չէ, ասացի Աննայի ջան, արի զբաղվի այն բանով, ինչը որ իսկապես քեզ հաճույք է պատճառում, ինչը որ դու հետաքրքրված ես եւ ինչը որ քեզ գումար կբերի։ Մենք այս կյանքում ունենք շատ կարևորագույն արժեքներ, բայց ամենակարևորը դա պետք է մեզ համար ու անգնահատելին է դա, բայց պետք է գնահատենք դա մեր ժամանակն է։ Ես չեմ ցանկանում, որպես իմ ժամանակը ապարծուն անցնի։ Դրա համար ես որոշեցի բացել, վերափոխել իմ YouTube-ի ալիքը, նվիրել այն հայտնի մարդկանց կենսագրությանը, որովհետեւ ինձ այդ թեման հետաքրքիր է, ես ինքս դիտում եմ նման հոլովակներ, ես ինքս կարդում եմ Google-ում նորություններ, երբ որ հայտնվում են թերթերը հրապարակում են, ես Instagram-ում եմ հետևում։ Ինձ դա հետաքրքիր է, ինձ դա հոգեարազատ է եւ փորձել, ինչու՞ չէ, ես փորձեցի, տեսա, որ ինձ մոտ ստացվում է, մարդկանց մոտ դա արձագանք է ստանում, այսինքն մարդիկ նաև միանում են քննարկումներին։ Եվ եթե մի բան ինձ հաճույք է պատճառում, մի բան ինձ իսկապես ոսմա հետաքրքրում է, եւ այդ մի բան ինձ 2 կոպեկով ապահովում է, ես հաճույքով դրանով կզբաղվեմ։ Իսկ վլոգներ, ինքներդ գիտեք, շատ անգամներ եմ ասել, որ ես վլոգներ չեմ սիրում, այդքան ես չեմ սիրում անձնական կյանքը ներկայացնել մարդկանց, դա իմ սրտով չէ, ամեն մի քայլը ներկայացնելը, բայց եղան հանգամանքներ, որի պատճառով բացեցի այս վլոգային ալիքը։ Եղան պատճառներ, եւ թե երկար կգոյատևի այս վլոգային ալիքը, թե ոչ, դա կախված է միայն իմ հետևորդներից, եթե դիտումներ լինեն վլոգներ, եթե դիտումներ չլինեն, ես չեմ պատրաստվում անիմաստ այստեղ ժամանակ ծախսել, քանի որ շեշտում եմ, ժամանակի համար շատ թանկ է, շատ թանկ է։ Այն ինձ համար հիմա շատ քիչ է, ես չեմ հասցնում 24 ժամվա մեջ տեղավորվեմ, այդ իսկ պատճառով, եթե անում եմ մի բան, այն պետք է ինձ գոնե ինչ-որ մի կերպ պլյուս տա։
թեկուզ ֆինանսապես։ Ինչու ոչ, որովհետև հիմա մարդիկ ունեն գումարի կարիք։ Դա ամոթ չէ, դա շատ նորմալ է։ Դա շատ նորմալ է, մարդիկ ինչ են YouTube բացում, որպեսզի գումար աշխատեն, ինչ են վլոգ նկարում, իրենց կյանքը ցույց տալիս, որպեսզի գումար աշխատեն։ Եթե շատերը փորձում են դա քողարկել, թաքցնել, ես այդ մարդկանցից չեմ։ Հաջորդ հարցը, ամենատարածված հարցն է ի դեպ։ Ձեր սկեսրի հետ եք ապրում նորից։ Չեք ուզում երրորդ երեխա ունենալ։ Ես նորիցը որն է չեմ հասկանում, մենք միշտ ենք իրար հետ ապրել, ես իմ 6 տարի ապրում եմ սկեսրի հետ, այնպես որ մենք չենք էլ առանձնացել, որ միանանք։ Իսկ երրորդ երեխա ունենալ ոչ, ես շատ բազմիցս անգամներ շեշտել եմ, ասել եմ ոչ, ես երրորդ երեխա չեմ ուզում, ոչ։ Ոչ ես եմ ուզում եւ ոչ էլ իմ ամուսինը, մենք երրորդ երեխա չենք ունենալու։ Ամենասիրելի թեման դա սկեսրն է, ժողովուրդ։ Հիմա այս պահին ոնց է ձեր հարաբերությունները սկեսուրի հետ, ուզում եք Պրագա գնայիք ապրելու այնտեղ։ Ես չեմ հիշում, որ ես ձեզ ասել եմ Պրահա եմ ուզում գնամ ապրեմ, ես միշտ ասել եմ, որ ինձ համար հետաքրքիր եւ հաճելի կլիներ Պրահայում ապրելը, բայց չեմ հայտնել ցանկություն, որ Պրահա գնամ ապրեմ, մենք պատրաստվում ենք գնանք Պրահա ապրելու, չէ, այդպես բան ես չեմ էլ ասել, չեմ ասել։ Իսկ այս պայն ոնց է ձեր հարաբերությունները սկեսուրի հետ, ինչպես միշտ, ինչպես եւ առաջին օրվանից շատ լավ, շատ դրական եւ շատ սիրով լեցուն, բա։ Ինչի եք քթի մեջ խոսում, խնդիր ունեք միջնապատի։ Ես քթի մեջ եմ խոսում, չէ, միջնապատի խնդիր չունեմ ու ինձ չի թվում, որ ես քթի մեջ եմ խոսում, քթի մեջ խոսալը ո՞րն է։ Չեմ խոսքով, ես քթի մեջ ինձ թվում է, ես քթի մեջ չեմ խոսում, չէ, ժողովուրդ, ես միջնապատի խնդիր չունեմ։ Здравствуйте։ Ինչ եք նկարում վլոգներ, Աննա ջան, եւ հիմա ինչով եք զբաղված, աշխատում եք թե ոչ, դե ասեցի աշխատում եմ, փակեցի վլոգային ալիքը, որովհետեւ վլոգներ դադարեցրեցի նկարը, որովհետեւ դա ինձ հետաքրքիր չէ, դա ինձ ոչինչ չէր տալիս։ Անջան, քանի տարի է, որ ապրում եք Հայաստանից հեռու, ուղիղ 6 տարի 1 ամիս։ Աննայան, Սուրեն, ոնց է մեծազոր կիսուրդ ու կեսարդ քո մոտ չեն։ Աննա ջան, Սուրենը ոնց է չեմ հասկանում ինչա գրել, հիմնական հարցը, կիսուրդ ու կեսարդ քո մոտ չեն մնում, իմ մոտ են մնում, այդ ես եմ իրանց մոտ մնում, իրանք իմ մոտ չեն մնում։ Հաջորդ հարցը, Աննայի ջան, բարև, շատ ես գեղեցկացել, չգիտեմ, դուք ասեք, շատ եմ գեղեցկացել։ Առանձին եք ապրում սկեսուրիցդ, Անահիտ ջան, պրոստո դուք եք ռուսերեն ա գրված իդե, պրոստո դուք միշտ ասում եք պիտի գնաք առանձին։ Ես չեմ ասել, որ պետքա գնանք առանձին ապրենք, ես ասել եմ, որ ես կցանկանայի առանձին ապրել, բայց այս պահի դրությամբ մենք շատ հարմարվել ենք բոլորս միմյանց, հարմարվելու կարիք էլ չկար, որտեղ հենց այդպես է սկզբից եղել։ Մենք հանգիստ ենք ապրում իրար հետ, մենք սովոր ենք իրար հետ ապրելուն, երբ որ տան անդամներից մեկը երկար բացակայում է, մենք զգում ենք այդ տան անդամի կարիքը լինի թե պապին, թե տատին։ Երեխեքը մենք սպասում ենք ժամը 7-ը երբ է գալու, որպեսզի բոլորս տանը լինենք, չէ, մենք չենք պատրաստվում մոտ ապագայում առանձնանալ կամ իրարից հեռու ապրել։ Հիմնական հարցերը սրանք են, ժողովուրդ ջան, թե որտեղ է իմ սկեսուրը ու մամաս երբ որ էստեղ էր եկել այդ վլոգի ներքևի մեկնաբանությունների բաժնում շատ էին հարցերը, բա ուր է կիսուրդ խիչ ես նկարում, ձեր հետ չի ապրում։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ շեշտը դնել սրա վրա, որ կան մարդիկ, ովքեր չեն սիրում հայտնվել տեսախցիկի առջև։ Կան մարդիկ, ում դուրս չի գալի, երբ որ ներթափանցում են նրանց անձնական դաշտ։ Այդ մարդկանցից են իմ սկեսրայրը, իմ տալի ամուսինը եւ նրա ընտանիքը, իմ ամուսինը նույնպես, անգամ իմ երեխեքը չեն սիրում, երբ որ իրենց նկարում եմ, մենակ ես եմ այս տան մեջ, սենց փառքի հետևից ընկել։ Իրենք չեն սիրում, այդ իսկ պատճառով ես հարգում եմ իրենց կարծիքը եւ ես իրենց չեմ նկարում։ Ես եղել են հոլովակներ, որտեղ որ նրանց նկարել եմ, դա միայն նրանց ծննդյան օրերն է եղել, երբ որ երեխաների հետ մովերն եմ փչել տորթի, միայն դա։ Իսկ այնպես ես իրենց չեմ նկարում, որտեղ իրենք դա չեն սիրում, իրենք դա չեն ընդունում, երբ որ իրենք են կադրում, իրենք շատ նորմալ են նայում, երբ որ ես եմ կադրում, բայց երբ որ իրենք չէ, այդ իսկ պատճառով չեմ նկարում։ Մամաս այդ խնդիրը օրինակ չունի, ինքը իմ նման է լրիվ։
Բայց իմ երեխեքն էլ իմ նման չեն, իրանց պապայի նման են։ Կադրում չերևանք, ինչ կլինի, մի նկարի մեզ, ես էլ չեմ նկարում իրենց։ Այդ իսկ պատճառով իրանք չկան իմ հոլովակներում։ Հնարավոր է, որ ես կիսուրիս հետ քայլեմ, ես պայեմ իմ վրա նկարեմ, ինքն կողքով քայլի, բայց ինքը չլինի կադրում։ Դա չի նշանակում, որ նա իմ կյանքում բացակայում է, ոչ պարզապես կան մարդիկ, ովքեր որ չեն սիրում երևալ կադրում։ Դա նորմալ է, դա շատ նորմալ է։ Մեր այս դարում դա չլսված բան է, երբ որ մարդիկ չեն ցանկանում ամենտեղ իրենց առաջ գցել Երևան, ինչ որ Երևան։ YouTube-յան որ ալիքներին եք հետևում, սիրում եք դիտել հայկական վլոգերներին։ Ես YouTube-ում հետևում եմ հիմնականում հոլովակներին, որտեղ որ խոսում է հայտնի մարդկանց մասին, նորություններ շոու բիզնեսից, հոգեբանական պատկաստներ եմ շատ սիրում դիտել, ինչպես նաև նայում եմ շատ 2-3 անգամ կարող եմ նայել Ցիսկարիձեի, Նիկոլայ Ցիսկարիձեի հարցազրույցները ինձ ուղղակի հիացնում են ու իմ կոնտենտը, որ ես նայում եմ, դա լրիվ ռուսալեզու է։ Չկա ոչ մի հայկական բան ռուսերեն ու մեկ-մեկ լինում է, որ անգլերեն բաներել եմ նայում, որտեղ հետաքրքիր է լինում, եթե չեմ հասկանում, ուղղակի միացնում եմ սուբտիտրերը ու տենց գլուխ հանում եմ։ Քանի որ իմ անգլերենի իմացությունը 100% անոց չի, ասկի 50 էլ չի, շատ վատացել է իմ անգլերենը, ես ինչ անցել եմ չեխերենին։ Այդ իսկ պատճառով սուբտիտրերով եմ նայում։ Իսկ հետևում եմ հայկական վլոգերներին, ցավոք սրտի ոչ, ինչի, որտեվ շեշտել եմ, ինձ չի հետաքրքրում վլոգային թեմաները։ Ես չեմ կարող ինձ ստիպեմ ու նայեմ մի բան, որ ինձ հետաքրքիր չի, քանի որ ես նույնպես եմ շեշտում, ժամանակ այնքան թանկ է, որ չի հերիքացնում, չեմ հերիքացնում ոչ մի բանի։ Այդ իսկ պատճառով չեմ նայում ոչ մի վլոգ, կային ժամանակներ, որ ես ակտիվ հետևում էի ռուս բլոգերներին եւ ուկրաինացի վլոգ անող կանանց, ովքեր որ ապրում էին եվրոպական երկրներում, ինձ շատ հետաքրքիր էր, ես շատ բան էի սովորում, շատ ինֆորմացիա էի ստանում նրանցից, բայց եկավ մի պահ հասկացա, որ դա ինձ էլ ոչինչ չի տալիս, ուրիշի կյանքին հետևելը ինձ իսկապես ոչինչ չի տալիս։ Դրա համար ես միայն նայում եմ հարցազրույցներ, պոդքասթներ, այն էլ աման լվանալու ժամանակ, այն էլ տեղաշորը հավաքելու ժամանակ, պիլասոս անելուց, երբ որ փոշիներն եմ հավաքում, տուն մաքրելուց, այսինքն լվացք բռելուց, ես կարող միացնեմ հեռախոսով կամ հեռուստացույցով միացնեմ YouTube-ը դնեմ, տենց գնա լսեմ։ Ես անգամ չեմ հասցնում դիտել այս սերիալը, սկիանունը նորմալ չեմ հիշում։ Այս սերիալը պետք է նայեմ, չեմ կարող նայեմ։ Ընդամենը նայել եմ 15 րոպե առաջին սերիայից, բայց բոլորը խոսում են այս սերիալի մասին ու ընդամենը 4-ը սերիա է, լավ, ոնց կարելի է չնայել, չեմ հասցնում։ Այդքան բան։ Ինձ թվում էր հոլովակը երկար կլինի, ինձ թվում էր հարցերը շատ կլինեին, բայց քանի որ քիչ էին ու հիմնական հարցերը կապված էին իմ աշխատանքի եւ սկեսուրի հետ, սենց այսքան կարճ։ Ես ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ դուք արձագանքում եք իմ հոլովակներին, որ դուք սեղմում եք լայքի կոճակը, որ դուք գրում եք շատ ջերմ խոսքեր, թե ինձ, թե տղաներից։ Ես անչափ շնորհակալ եմ, դուք չեք պատկերացնի դրական խոսքը ինչպես կարող է ազդել մարդու մի ամբողջ օրվա ընթացքի վրա։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ, որ հետևում եք այս ալիքին, լայքում եք, գրում եք մեկնաբանություններ եւ օգնում եք, որպեսզի իմ ալիքը ինչ-որ չափով առաջ գնա եւ զարգանա։ Դե ինչ, լավ մնացեք, մենք հանդիպելու ենք շատ շուտով հաջորդ վլոգի ժամանակ։